Որ հաստալու ժամանակ ես չհաստրեցի պարոն Պապոյան ձեզ հարց ուղղել եւ օգտվելով հնարավորությունից ես նախ ուզում եմ ձեզնից պարզաբանումներ ստանալ տևական ժամանակ արդեն մեր բեռնափոխադրողները կանգնել են լրջագույն խնդրի առջև հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից հայտնի սահմանափակումների պատճառով 90 օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում եւ արդեն երեկվանից բեռնափոխադրողները ստիպված են եղել 3 անցակետներում ակցիա իրականացնել նաեւ նշեմ որ այդ ընթացքում մի քանի անգամ եւ կառավարության շենքի մոտ եւ տարբեր վայրերում բողոքի իրենց ձայնը բարձրացրել են, այդ ուղղությամբ որևէ մի գործուն քայլ չի արվել, մինչև հիմա այդ մարդիկ սպասում են պատասխանների եւ ցավոք սրտի այդ պատասխանները չստանալով մարդիկ դիմել են անհնազանդության, խաղաղ անհնազանդության միջոցի Բավրիայի անցակետում, Բագրատաշենում, Գոգավանում երեկվանից արդեն մարդիկ նախորդ իդեպ զգուշացրել են ձեզ, որ նման ակցիա են իրականացնելու եւ նաեւ կառավարության շենքի մոտ էլի իրենց պատասխանները չստացան սա շատ լրջագույն խնդիր է մեր տնտեսության համար արդեն բավականին շատ տնտեսվարողներ էլի այդ հարցով դիմել են եւ հայտնի մեր վարորդներից մեկի խոսքն եմ ուզում մեջ բերել պարոն Պապոյան դուք էկոնոմիկայի նախարարն եք թե ՆԳՆ նախարարը որովհետեւ կարծեք թե օրերի ընթացքում ավելի շատ զբաղված եք քաղաքական հայտարարություններ անելով փոխանակ ձեր բուն գործը անելուց Շնորհակալություն Արթուր Խաչատրյան